Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Դու առանձնահատուկ և թանկ անձնավորություն ես։ Երբևէ քո մասին ունեցե՞լ ես բացասական մտքեր։ Եթե այո, ապա այսօր ուզում եմ հիշեցնել քեզ, թե որքան թանկ ես դու Տեր Աստծու աչքերում։ Աստվածաշունչն ասում է, որ մենք մեծ գնով ենք գնվել (տե՛ս Ա Կորնթացիս 7:23 խոսքը)։ Սիրելի՛ բարեկամ, եթե դու քեզ անարժեք մեկն ես կարծում, ապա մի պահ խորհի՛ր, թե Աստված Իր միածին Որդուն կզոհաբերե՞ր արդյոք անարժեք մեկի համար։ Երբե՛ք։ Տեր Հիսուսը շատ թանկ գին վճարեց ինձ և քեզ փրկելու համար։ Նրա թանկագին արյունը թափվեց խաչի վրա, և այն չթափվեց անարժեք մարդկանց համար, այլ Աստծու համար շատ թանկ ու սիրելի զավակների։ Մաքս Լուկադոն իր «Դու առանձնահատուկ ես» գրքում ներկայացնում է մի այլաբանություն։ Ուեմմիկները՝ փոքրիկ փայտե մարդիկ, գնահատում են իրար՝ աստղեր կպցնելով ամենաունակների վրա և կլոր օղակներ պակաս ունակություն ունեցողների վրա։ Դրանցից մեկը՝ Պանչինելլոն, փոքր է և լի օղակներով։ Նա ընկճված է, քանի որ որքան էլ նա ջանա, չի կարող արդարացնել մյուսների սպասելիքները։ Այսպիսով, նա գնում է գտնելու իր ստեղծողին՝ Էլիին, և բացահայտում է մի մեծ ճշմարտություն իր առանձնահատուկ լինելու մասին։ Պանչինելլոն ծիծաղում է. «Ես առանձնահատուկ եմ։ Ինչու՞։ Ես չեմ կարող արագ քայլել, չեմ կարող ցատկել, ներկս թափվում է իմ վրայից։ Ինչու՞ եմ ես քեզ համար կարևոր»։ Էլին նայում է Պանչինելլոյին, ձեռքերը դնում նրա փոքրիկ փայտե ուսերին և շատ հանդարտ ասում. «Որովհետև դու իմն ես։ Հենց դրա համար ես դու ինձ համար կարևոր»։ Պանչինելլոն երբեք չէր տեսել, որ ինչ-որ մեկը իրեն այդպես նայեր, առավել ևս իր ստեղծողը։ Նա չգիտեր ինչ ասել։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, նախկինում քո հասցեին հնչել են որոշակի խոսքեր, որոնք նվաստացրել և նսեմացրել են քեզ։ Ուրիշները քեզ պիտակավորել են այնպիսի բառերով, որոնք շեշտադրել են քո թերությունները։ Երբևէ եղե՞լ ես ծաղրող հայացքների կամ արհամարհական խոսքերի և անգամ լուռ արհամարհանքի թիրախը։ Մի օր ես մի նամակ ստացա, որում մի կին ինձ ասում էր, որ իրեն միշտ անկարևոր ու նվաստացած է զգացել, թեև միշտ ձգտել է հաճեցնել իր շրջապատի մարդկանց։ Գուցե դու էլ այդ կնոջ նման անընդհատ ձգտում ես ավելին անել, բայց երբեք չես կարողանում արդարացնել մյուսների սպասելիքները։ Ժամանակն է, որ դադարես քեզ տեսնել մարդկանց գնահատականների տեսանկյունից և սովորես քեզ գնահատել քո հանդեպ Տեր Աստծու ունեցած վերաբերմունքի հիման վրա։ Եթե միայն հավատաս Աստվածաշնչի խոսքերին և ընդունես այն ճշմարտությունը, որը խոսում է այն մասին, թե որքան թանկ ես դու Աստծու համար և ինչպիսի սիրով է Աստված քեզ սիրում, ապա քո բոլոր բացասական ու նվաստացուցիչ մտքերը կհեռանան քեզնից։ Դու պետք է մտածես խաչի վրա թափված Տեր Հիսուսի արյան արժեքի մասին և հասկանաս քո իրական արժեքը Տեր Աստծու աչքերում։ Նա ստեղծել է քեզ Իր անսահման մեծ սիրուց դրդված և օժտել քեզ հատուկ պարգևներով, որոնք գուցե դեռ չես բացահայտել։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։